1.6 միլիարդ դրամ կհատկացվի 17 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար։ Վարչապետը թվարկեց ծրագրերը, որոնց թվում են նաև մանկապարտեզների կառուցման աշխատանքներ։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, նախկինում օտարված Դիլիջանի մանկապարտեզը վերադարձվել է համայնքին։ Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձի հետ, փոխկապակցված անձի հետ։ Դատախազի ներկայացրած հաղորդման հիման վրա նախորդ տարի նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Զուգահեռ գործընթացներում Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի եւ նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնություն։ Մեր պրոցեսների շրջանակում մանկապարտեզը, որը նախկինում համայնքից օտարվել են, արդենից վերջնականորեն վերադարձվել է համայնքին, այնպես որ համայնքը եւ մենք կարող ենք մտածել նաեւ այդ մանկապարտեզը նորոգելու եւ երեխաներին վերադարձնելու մասին։ Առաջարկվում է կարգավորել համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացքում առաջացած որոշ հարցեր։ 2024-ի հունվարի 1-ից այս տարվա հունիսի 1-ը կատարված ծախսերը կվերադարձվեն, եթե դրանք կատարել է այլ անձ, բայց հայտարարատուի միջոցներով։ Այս ժամկետից հետո կատարված ծախսերը կվերադարձվեն, եթե անմիջականորեն կատարել է հայտարարատու անձը։ Ֆինանսների նախարարը նաև մանրամասնեց, խնդիրներ են առաջացել այն դեպքում, երբ գործատուն առողջության ապահովագրական պայմանագրի կողմ է, սակայն շահառուները այդ գործատուի աշխատողներն են։ Այս դեպքում ապահովագրական վճարը կատարվում է գործատուի կողմից, որից հետո գումարները փոխհատուցվում են աշխատողների միջոցներից։ Հարցն այն է, որ հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում գործատուներին, ինչի հետևանքով հնարավոր չի լինում փոխհատուցել սոցիալական ծախսերը։ Սրանով հնարավորություն է տրվում այս դեպքում վերադարձնել սոցիալական ծախսի գումարները։ Խնդիր է ծագել նաև այն դեպքում, երբ համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները մատուցում են կրթական ծառայություններ, որոնց համար հայտարարատուները համայնքի բյուջե են վճարում տեղական վճար, օրինակ համայնքային մանկապարտեզների վճարները։ Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կրթական ծառայություններ մատուցելու դեպքում խնդրահարույց է համայնքների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը։ Հնարավորություն է տրվում, որ հաշվարկային փաստաթղթերը համայնքների անունից դուրս գրեն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները։ Վարչապետի դիտարկմամբ նախագծով նախատեսվում է շարունակել համընդհանուր հայտարարագրման հետ կապված գործընթացի լավարկումը։ Օբյեկտիվորեն, երբ որ նայում ես, եւ նաեւ այս համոզմունքը իմ մոտ առաջացել է Էստոնիա կատարած այցից հետո, որ միևնույն է այդ բանաձևը ինքը ճշգրիտ է, որ ցանկացած բարեփոխում պետքա գնա իր խնդրին հանդիպի, որպեսզի այդ խնդրը լուծի։ 37737 քաղաքացի արդեն լրացրել է հայտարարագիր, 17000-ը պետք է ստանա սոցիալական կրեդիտ, 16271-ը արդեն ստացել է։ Քաղաքացիները պետբյուջեից ընդհանուր հետ են ստացել մոտ 1.5 միլիարդ դրամ։ Գեներացվել է 1 միլիարդ դրամի հարկ։ Վարչապետը ներկայացրեց Էստոնիայի օրինակը, որտեղ 2002-ից նույնականացման քարտ ունենալը պարտադիր է, այսինքն եթե չունես ID քարտ, չես կարող որևէ գործ արքանել։ Փաշինյանի խոսքով Էստոնիայում թվայնացումը տևել է 35 տարի։ Քանի դեռ բոլոր քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի լինելու։ Ինչ ուզում եք արեք։ Այսինքն թվայնացման անկյունակարը ID քարտն է։ Եթե քաղաքացիների շոշափելի տոկոսը չունի ID քարտ, երկրում թվայնացումը հնարավոր չի, դա բացառված բան է։ Այսինքն թվայնացում կարանք ունենանք, բայց ասենք ռամկի մեջ դնենք, պատից կախենք, ասենք տեսեք մենք թվայնացում ունենք, որպես կիրառական գործիք, դրա համար պարտադիր է որ ունենան ID քարտ։ Որն է թվայնացման ոլորտում Էստոնիայի առաջատար լինելու գաղտնիքը։ Ի պատասխան Փաշինյանի հարցին նշել են, 2002-ից ID-ն դարձրել ենք պարտադիր բոլորի համար։ Մեր մոտ բոլորը գիտեք ինչ անշանակում։ Եկեք գնանք ցանկացած որոշում նայենք, ցանկացած օրենք նայենք։ Բոլոր նշանակում է, բացի սրանից։ Պարտադիր է բոլորի համար։ Պարտադիր է բոլորի համար, բայց բացի ունենք եւս 47 կատեգորիա, որը բոլորի մեջ չի մտնում։ Ինչու ու բոլորը լեգիտիմ։ Բոլորը լեգիտիմ, նայես, հա ոնց կարելի է, դե ամոթ չի, բայց օրենքը ամոթ չի, էս մարդկանց վրա տարածես։
Բայց բոլորի համար, բայց օրենքի գերակայությունը, օրենքի իշխանությունը, թափանցիկությունը, պետություն չենք դառնա սենց մենք։ Ներքին գործերի նախարարի խոսքով նույնականացման քարտի համար ստացել են 96900 դիմում, տպագրված է 81900-ը, կան նաև հերթագրման համակարգում սպասող քաղաքացիներ։ Ընդհանուր հաշվարկով եւս 54261 անձ սպասում է իր հերթին, որ կարողանա մոտենալ անձնագրային ստորաբաժանում դիմում ներկայացնի։ Եթե ընդհանուր հանրագումարով նայենք, ստացվում է, որ շուրջ 151000 անձ ըստ էության կամ արդեն իսկ ստացել է, գերակշիռ մասը ստացել է նույնականացման քարտ, կամ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանանք քարտերի տպագրությունն իրականացնել։ Եթե այսօրվա կտրվածքով նայենք, օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվը արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, որովհետև մենք ձեռք ենք բերել 2 նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի եւ ըստ այդմ թողունակությունն ավելի մեծացնել։ Վարչապետը անդրադարձավ նույնականացման քարտերի գործընթացի, հայտարարագրման համակարգի եւ մյուս ծրագրերի հնարավոր հետաձգումների մասին պնդումներին։ Ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես, այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ։ Չգաք ասեք հետաձգենք։ Չկա հետաձգում։ Կառավարությունը հաստատեց Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագիրը։ Այն վերաբերում է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի վերակառուցմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է 335 միլիոն եվրո։ Ասիական զարգացման բանկը կհամաֆինանսավորի ծրագիրը 236 միլիոն եվրոյի չափով։ Սիսիան-Քաջարան 60 կիլոմետր հատվածը բաժանվել է հյուսիսային, Բարգուշատի թունելի եւ հարավային հատվածների։ Նախատեսում ենք այստեղ կառուցել 27.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որտեղ կան մի քանի թունելներ եւ նաեւ բազմաթիվ կամուրջներ, ինքը ընդհանուր առմամբ 11 մետր լայնություն ունեցող ճանապարհահատված է 3 երթևեկելի գոտիներով։ Ծրագիրը նախատեսված է ավարտել 2033 թվականի նոյեմբերին։ Վերջին մեկ ամսում Մեղրի Թալին այցելից հետո վարչապետը առաջին անգամ տպավորություն ունի, որ հյուսիս-հարավ նախագիծը մեծ տեմպերով իրականացվում է։ Զգացողություն ունեմ, որ հյուսիս-հարավի հետ կապված մեր պլանները ոնց որ թե արդեն գոնե 70-80%-ով առարկայանում են եւ արդեն իսկ կարծես թե ունենք շանս լրջագույն եւ վերջնական իրագործման փուլ մտնելու։ Եթե մենք այս մրցույթի արդյունքները ամփոփելով մինչև տարեվերջ կարողանանք կապալառու ներգրավենք, դա կնշանակի, որ Քաջարանից հետո ընկած եւ թունելը եւ ճանապարհահատվածը, որի մասին դուք արդեն նշեցիք, կամբողջանան իրենց համար նախատեսված այդ 7 տարվա մոտավորապես ժամկետում։ Հայաստանն Օմանի սուլթանությունում կունենա դեսպանատուն, պահոստային ֆոնդից ԱԳՆ-ին հատկացվեց մոտ 52 միլիոն դրամ։ Վարչապետի խոսքով Հայաստանի դեսպանատների ցանցը աշխարհում ընդլայնվում է, ինչը կարևոր է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության կիրառման տեսակետից։ Արտգործնախարարն էլ նկատեց, Հայաստանի եւ Օմանի հարաբերություններում կա քաղաքական երկխոսության, տնտեսական հարաբերությունների խորացման հսկայական ներուժ։ Օրինակ Օմանը այժմ իր ծովային եւ այլ ենթակառուցվածքներն է զարգացնում եւ մենք Օմանի ծովային տարածքը, օդային տարածքը, ցամաքային տարածքը կարող ենք փոխկապակցվածության, տրանզիտի եւ այլ առումներով ավելի լավ օգտագործել։ Սա լիովին համընկնում է խաղաղության խաչմերուկի մեր նախաձեռնության հետ եւ մասը ըստ էության։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկա 1-2 ամսում Հայաստանը դեսպանություն կունենա նաև Հունգարիայում։ Կառավարության նիստում վարչապետը տեղեկացրեց, որ 2025 թվականի մարտին արձանագրվել է 782.100 աշխատատեղ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 41.000-ով։ Ընդհանրապես աշխատատեղերի բացարձակ ռեկորդը սահմանվել է, այսինքն ռեկորդային առումով, որ ամենաբարձր թվով աշխատատեղերն են արձանագրվել է նախորդ տարվա նոյեմբերին եւ այս տարվա մարտի ցուցանիշը 782.100-ը բացարձակ ռեկորդից հետո երկրորդ ցուցանիշն է։ Փաշինյանը չի բացառում, որ այս գործում որոշակի դեր է ունեցել համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Ըստ վարչապետի քաղաքացիները արձանագրելով, որ կարող են սոցիալական կրեդիտներ ստանալ, դրա ակնկալիքով գործատուների վրա, այսպես ասած, կառուցողական ճնշում են գործադրել, որպեսզի աշխատատեղերը գրանցեն։ Մայա Խաչատրյան, լուրեր։